Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Դարս դեպուտուն հաղորդաշարը շարունակում է իր հաղորդումները և այդ շրջանակում մենք հրավիրել ենք կրկին տոմարագետ Հայագետ Սերգեյ Սիմոնյանին, բարև ձեզ պարոն Սիմոնյան, այսօրվա մեր զրույցի թեման է Դարս դեպի ազնվապետություն։ Պարոն Սիմոնյան, ինչ է նշանակում Դարս դեպի ազնվապետություն, ինչ ի նկատի ունեք դա ասելով։ Դարձ դեպի ազնվապետություն, նախ դարձը բառը հասկացությունը մեզ հուշում է, որ սա մենք գնում ենք դարձը դեպի տուն, դարձը դեպի մեր ակունքները։ Իսկ մեր ակունքներում մենք ունենք հայկական արևային քաղաքակրթություն, որի ժամանակ ոսկե դարաշրջանում, մեր հայկական ոսկե դարաշրջանում, հայ գնահապետից սկսած մենք ունեցել ենք ուրեմն ազնվապետություն։ Դա նշանակում է դարձը դեպի ակունքները, դարձը դեպի հայկական ավանդական բարեպաշտությունը։ Այո։ Ասենք ազգային ինքնությունը, հոգևոր կարգը, դրանք պետականության հետ ինչ կապ կարող են ունենալ։ Դա պետականության հետ խորքային անմիջական կապ ունի։ Նախ պետականության, անկախ ամեն ինչից, պետականություն, որ մենք ասում ենք, այստեղ պետ հասկացողությունը կա։ Օրինակ մենք ունենք նահապետ։ Հայք նահապետ ենք ասում։ Հայքի ժամանակներից այդ պետականությունը առկա էր որպես ազնվապետություն։ Եվ հայկը հանդես է եկել մեր ավանդությունում որպես եռամեծ յոթնալույս հավատար։ Եվ պետականությունը ի սկզբանե կապվում էր առաջնորդի հետ, պետի հետ, նահապետի հետ։ Եվ նա էր առաջնորդում այդ կազմավորումը, պետական կազմավորումը, որը իրենից ներկայացնում էր ազնվապետություն։ Ազնվապետություն ասածը ինքը արժանավորների և բանիմացների պետականություն էր։ Արժանավորների և բանիմացների։ Ասենք բանիմացները հասկացանք, արժանավորները ով է որոշում, թե ով է արժանավոր, ով ոչ։ Շատ կարևոր հարցադրում է։ Ուրեմն հայկականությունը մենք իմիջիալոց ասեմ, որ այս խորագրի ներքո, այս մեր հարցազրույցը, երբ որ մենք շարունակում ենք, սա օրգանական շարունակությունը մեր նախորդ ուրեմն հարցազրույցի, անմիջական։ Նախորդ հարցազրույցի ժամանակ շատ կարևոր նույնպես հարցադրումներ եղան, որին իհարկե մենք այդպես մանրամասը բովանդակալից չանդրադարձանք, բայց ներկա հարցազրույցի ընթացքում ես կաշխատեմ ավելի խորքային, ավելի բովանդակալից անդրադառնալ այդ հարցադրումներին։ Արժանավորների հետ կապված արժանավորները դրանք այն քաղաքացիներն են, այն մարդիկ են, ազնվական, որոնք մեր ավանդական արժեհամակարգի կրողներն են։ Եթե ավանդական արժեհամակարգի կրող չեն, բառից բուն իմաստով նրանք արժանավոր չեն։ Այսինքն մարդը կարող է լինել գիտնական, որոշ գիտությունների մեջ խորացած, բայց նա բարոյահոգեբանական առումով կարող է և չլինել որպես արժանավոր։ Ներկայումս էլ մենք տեսնում ենք, որ կան խոշոր երկրների առաջնորդներ և այլն, նրանք միգուցե որոշակի գիտությունների տիրապետում են, իրենց իմացած քաղաքագիտության մեջ, իրենց իմացած որոշակի սոցիոլոգիայի հասարակագիտության մեջ, բայց իրենք հոգևոր բարոյական առումով այդ արժանինքները չունեն։ Դա առավել ևս ներկայումս ակնհայտ է, որ այդպիսի մարդիկ կան, որոնք իրենք ներկայանում են, որ շատ բան գիտեն, բայց
բարոյա հոգեբանական առումով այդ մարդկանց, երբ որ տնտղում են, ջրի երես են բերում նրանց վարքն ու բարկը, տեսնում ենք, որ նրանք ընդհակառակը արժանավոր մարդիկ չեն։ Եվ պետք է ասել, որ ազնվապետությունը ինքը իր մեջ պարունակում է իր բովանդակային խորքային առումով 5 սկզբունքներ։ Ազնվապետությունը նախ եւ առաջ դա աստիճանակարգություն է։ Աստիճանակարգություն ասածը, որովհետեւ մենք հասկանանք, պետք է իմանանք, որ ընդհանրապես բնության մեջ ոչ մի բնական ոլորտում, այլ բանավոր, մտավոր, հոգևոր ոլորտում նույնպես կա աստիճանակարգ, որովհետև հոգևոր կատարելագործումը դա միանգամ դա ճանապարհ է։ Այո։ Հոգևոր կատարելագործման ճանապարհը բռնած մարդիկ իրենք ինչպես Մեծան Թումանյանը կասեր եւ նրա նմանները ասում են մենք ճամփորդ ենք այս կյանքում։ Եվ այդ ճամփորդությունը հոգևոր վերելքի ճանապարհը բռնած մարդիկ են, որոնք գնում են դեպի աստվածային կատարելություն, դեպի աստվածամարդ դառնալու, կատարյալ մարդ դառնալու ճանապարհն են բռնել։ Եվ ազնվապետությունը ունի այդպիսի 5 սկզբունքներ։ Առաջինը ես ասեցի, դա աստիճանակարգությունն է։ Աստիճանակարգությունը արդեն ես համառոտակի ասեցի, ինչ նկատի ունենք։ Այսպեսի մի հարց, աստիճանակարգություն որ ասում եք, ասենք երեխան ծնվեց, երեխան ինքը մաքրամաքուր էակ, չէ՞, հետո մտնում է ինչ-որ կյանք, մանկապարտեզ, դպրոց, այսինքն այդ ճանապարհը ով պիտի հարթի երեխայի համար, որ ինքը գնա դեպի աստվածամարդ, ծնողը, ուսուցիչը, չէ՞, ուրեմն այդ ամբողջ այդ ինստիտուտները պետք է այնքան լավ աշխատեն, որ երեխան չփչանա, գնա դեպի հոգևոր կատարելության։ Այո, դա այդպես է, բայց այստեղ պետք է նշեմ հետևյալը։ Երեխան սովորաբար ասում են, որ չգրված սպիտակ մի հոգի է, որը դեռ փորձառություն չունի, եւ այդ առումով համարում է, որ նա մաքուր է։ Համարում է մաքուր։ Բայց ես պետք է ասեմ հետևյալը։ Մենք բարեբախտաբար մեր նախորդ հարցազրույցների ժամանակ կարևոր ուշադրություն ենք դարձրել մի երևույթի, որը մենք անվանել ենք երկրորդ ծնունդ։ Ուրեմն առաջի ծնունդը դա բնական ծնունդն է, հորից, մորից, պարզ բան է, այդ ծնունդը նորմալ վիճակում դա որոշակի ազգի պատկանելություն ունի, դա այնպես չի, այսինքն այստեղ առաջի հերթին խառնածիների մասին չի խոսքը, այսինքն երեխան, որ ծնվում է մի ընտանիքում, մի ազգային պատկանելություն ունի, բնորանում, հայրենիքում, այստեղ ուրեմն շատ կարևոր է իր ազգային պատկանելության հետ կապված, կոնկրետ մեզանում դա կոչվում է հայկականության միջավայր, որտեղ մենք նշեցինք, որ 3 հիմնասյուներ կան, դա լեզուն է, պատմությունն է եւ մշակույթն է։ Իհարկե նաեւ իր գենետիկ ծնունդն է, գենետիկ պատկանելությունն է, որոշակի ազգի է պատկանում։ Այդ երեխան ինքը իհարկե որոշակի հասունացման ժամանակաշրջան է անցնում։ Նորածին երեխային չի կարելի ասել, որ նա լիարժեք բանական էակ է։ Ինքը ունի բանականության մեծ ներուժ, ունակություն, որը պետք է վերածվի կարողության։ Իսկ բանական լիարժեք էակ դառնալու համար նա պետք է իր ազգային հայրենի լեզվին տիրապետի։ Այո։ Որովհետև եթե լեզվում իր ամբողջությամբ նա չտիրապետի, նա բանական էակ կոչվելու իրավունք չունի, որպես բանական էակ, ուրեմն նա որոշակի ժամանակ ճանապարհ պետք է անցնի։ Եվ երբ որ նա արդեն հասունության մի աստիճանի է հասնում, որը
այն ժամանակ նրան, եթե նորմալ զարգացման ընթացքի անցել, մենք համարում ենք բանական էակ։ Բանական էակ։ Եվ այդ բանական էակը, եթե լուրջ իր այդ մանկական, երեխայական, մանկական ժամանակաշրջանում ճիշտ դաստիարակություն, կրթություն է ստացել, այդ դեպքում նա հասնում է մի աստիճանի, որպես բանական էակ, որ նրանում ամեն ինչ ձևավորվում է ներդաշնակ։ Այդ ներդաշնակությունը նաև հնարավորություն է տալիս, իմիջիայլոց ոչ մի երեխա ծնված պահին, որ կա, նա քանի որ բանական չէ, այդ անցման շրջանը որ կա, նա պետք է ձեռք բերի ներդաշնակություն։ Բացի արտաքին միջավայրից, արտաքին աշխարհից գոյություն ունի ներաշխարհ։ Եվ այդ ներաշխարհի հետ կյանքի փորձառություն ձեռք բերելով, նա պետք է նաև իր ներաշխարհում գտնի իր ներդաշնակությունը։ Ինչ է նշանակում գտնել ներդաշնակություն։ Մարդը ազնվապետություն, երբ որ հիմա ես պետք է խորքային բովանդակային ներկայացնեմ, պետք է մենք նշել ենք, որ մարդը փոքր աշխարհ է։ Մեծ աշխարհը դա տիեզերքն է։ Մարդը այդ մեծ աշխարհի նմանությամբ, պատկերով ինքը փոքր աշխարհ է։ Եվ այդ փոքր աշխարհը ինչ որ հնարավորություններ, ունակություններ նրան սերմնային միջակում որ տրված է, դրանք իր կյանքի ընթացքում պետք է բացահայտվեն։ Այսինքն իծնե մարդիկ կոչված են որոշակի տաղանդով։ Մեկի մոտ այդ տաղանդը որպես ապագայի համար կարող է դառնալ լավ երաժիշտ, մեկը նկարիչ, մեկը իմաստուն, իմաստասեր, մյուսը գիտնական եւ այլն, արվեստագետ։ Ուրեմն այդ տաղանդները պետք է բացահայտվեն իր զարգացման այդ ընթացքում, ճիշտ կրթություն, ճիշտ դաստիարակություն ստանալու հետ միասին։ Այստեղ մի բան կա, որ պետք է մենք շատ կարևորենք, դա նա է, որ ոչ ոք չի կարող ասել, որ մարդիկ զուրկ են նախանձությունից։ Մենք ականատես ենք լինում եւ հոգեբանությունը հին ժամանակներից սկսված, հասարակագիտությունը միշտ էլ նշում են, որ մարդիկ այս աշխարհի կյանքում որոշակի օբյեկտիվ գործոնների ազդեցության տակ նրանց մոտ կա այդ նախանձությունը։ Եթե դա չլիներ, ապա պատվիրան չէր լինի, որպեսզի մարդիկ իրենց վարք ու բարգում առաջնորդվեն անznուրացությամբ։ Այսինքն նախանձությունը կապում եք, որ եթե նախանձ չլինի, անznուրացություն չկա, չհասկացա ես այդ։ Այո, նախանձությունը հենց խոսում է նախ անձը, հետո մյուսները։ Իսկ անznուրացությունը տանում է հերոսության, քաջության, սխրագործությունների։ Եթե մարդը իր անձի համար դողում է, իր անձնական կյանքի համար, իր շահի համար եւ այլն, նա պատրաստ չի հերոսությունների, նա պատրաստ չի սխրագործությունների։ Մենք Վահագնի 12 քաջագործությունների հետ կապված ասեցինք, որ հերոսության ճանապարհը դա անznուրացության ճանապարհ է։ Եվ այստեղ անznուրացություն, անձի փրկությունը միգուցե պարադոքսալ հնչեղություն ունենա, պայմանավորված է անznուրացությամբ։ Երևի արժե եւս մեկ անգամ հիշատակել, ասում եմ, ինչ օգուտ ամբողջ աշխարհը ունենաս, բայց քո անձը կորցնես։ Եվ մենք ասեցինք, որ այդ անձը, որ մեզանում կա, դա վիշապի ճիրաներում է գերված, կապված, գերեվարված։ Եվ որպեսզի այդ ճիրաններից, այդ գերեվարվածությունից ազատվի, նա պետք է ազատվի նախանձությունից։ Այդ նախանձությամբ է պայմանավորված մնացած բոլոր արատները,
ագահությունը, ստությունը եւ շատ բաներ։ Այսինքն նախանձ մարդը չի կարող առաքինի մարդ լինել։ Սիրո դրսևորումը նախանձ մարդը չի կարող լիարժեք սիրել։ Նա որոշակի կաղապարների մեջ է, որոշակի բարդություններ ունի, որովհետև իր անձն է կարևորում։ Եվ պատահական չէ, որ բոլոր ժամանակներում անձի պաշտամունքը դա համարվել է կռապաշտություն։ Եվ դրա հետ կապված նաև ես ասեմ, որ աշճանակարգությունից բացի ազնվապետությունում նաև կա պատասխանատվության զգացում։ Պատասխանատվության զգացումը հետևյալն է, որ պատասխանատվություն, բայց ոչ արտոնությունների ակնկալիքով, որովհետև այն մարդիկ, որոնք ազնվապետությունում որոշակի պաշտոններ պետք է զբաղեցնեն եւ կառավարման համակարգում հայտնվեն, նրանք այդ գործին գնում են ազնուրած եւ նվիրումով։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն նրանք անձնական շահի հետևից չեն գնում։ Նրանք նվիրյալներ են, որոնք պատրաստ են իրենց անձը զոհաբերել հանուն հայրենիքի, հանուն ազգի, հանուն բարօրության, հանուն մարդկության։ Եվ նրանք երբեք չեն տրտնջում, որ իրենք այդ պաշտոնը զբաղեցնելով արտոնություններ չունեն։ Ուրեմն առաջին հերթին պատասխանատվություն է։ Այստեղ այդ մարդիկ իհարկե չի նշանակում, որ այդ պաշտոնը զբաղեցնելով նրանք սոված են լինելու, չգիտեմ, տկլոր են լինելու, չգիտեմ, դաժան պայմաններ, բայց նրանք բավարարվելու են այն նվազագույն բոլոր կյանքի համար անհրաժեշտ պայմաններով եւ դրանով պետք է բավարարվեն, որովհետեւ մարդու հոգեվոր խաղաղության համար, ներդաշնակության համար շատ բան պետք չէ։ Մարդու ի վերուստ եւ բնության կողմից տրված է ամեն ինչ։ Նա ժառանգել է իր երկրային ծնողներից մարմին եւ այդ մարմինը ոնց որ ասած իր հոգու համար հանդիսանում է որպես տուն տաճար։ Եվ այդ մարմինը ունի իր պահանջմունքները։ Եվ այդ պահանջմունքները պետք է լինեն այնքան, մենք գիտենք, որ երբ որ մարմնական, նյութական պահանջմունքները չարաշահվում են չափից դուրս, դրանք տանում են կործանման։ Դրանք բերում են հոգևոր խանգարումների։ Դրանք բերում են մարմնական հիվանդությունների։ Այսինքն մենք տեսնում ենք, որ չափավորությունը մարմնական պահանջմունքների հարցում դա բերում է հոգու եւ մարմնի ներդաշնակ գոյատևության։ Իսկ ոնց ասենք մարդը կարող է հասկանալ, ոնց գտնենք այդևի մարդկանց, ովքեր որը հասկանում են, որ այդ չափազանցությունը բերում է իրենց ըստ էության իրենց կործանման, քանի որ եթե մարդը կործնում է իր հոգին, ապա էլ ինչ մարդ։ Դա ուղղակի դառնում է մի հատ ինչ-որ մարմին, որը բավարարում է իր մարմնի պահանջները։ Այո, նրա մասին դիպուկ խոսք կա, որ ասում են շատ-շատերը քայլող դիակներ են։ Այսինքն հոգին այդտեղ երկրորդ պլանում է գտնվում եւ կարելի ասել պատահական չի, որ մեր լեզվամտածողությունում կա անհոգի մարդ հասկացողություն, անխիղճ, անհոգի, գաղափարազուրկ եւ ելի շատ բարոյազուրկ։ Այդ արտահայտությունները պատահական չեն։ Այսինքն, եթե այդ արտահայտությունները սովորաբար որոշակի մարդկանց խավի ասում են, որ սրանք բարոյազուրկ են, գաղափարազուրկ են, հայրենազուրկ են, դա նշանակում է, որ այդպիսի մարդիկ կան։ Եվ երեխան իր երեխայական տարիքին, որ մենք ասում ենք դա ծննդյան օրվանից մինչև 7 տարեկանն է, եւ մանկական տարիքը 7 տարեկանից մինչև 15 տարեկանը, դա շատ կարևոր ուրեմն կյանքի ժամանակաշրջաններ են, ազնվապետության արկայության պայմաններում բոլոր հնարավոր պայմանները ստեղծվում են
Հիմա ես կասեմ, թե ինչ մեխանիզմներ, ինչ միջոցներով, որպեսզի երեխան մանուկը իր այդ բոլոր անցման շրջանում հասունացման, ինքը ճիշտ դաստիարակություն, կրթություն ստանա, որպեսզի դրա արդյունքում տեղի ունենա երկրորդ ծնունդ։ Երկրորդ ծնունդը դա հոգևոր ծնունդ է։ Եվ երկրորդ ծնունդով մենք արդեն կարող ենք ասել, որ այդ ներդաշնակ անձնավորությունը նա կապվում է իր բարձրագույն եսի հետ։ Կա բարձրագույն եսի։ Բարձրագույն եսը դա աստվածային կայծի հետ է առնչվում եւ դրա հետ այդ կապը երբ որ տեղի է ունենում, ուրեմն իր հետ այդ ծնունդը բերում է անհատականության ծնունդի։ Այսինքն մարդը ոչ բոլոր մարդիկ են, որ իրենց կյանքի ընթացքում կարող են համարվել որպես անհատականություններ։ Իհարկե։ Ազնվորությունը, որպեսզի անհատականություն դառնա, բառից բուն իմաստով, նա ուրեմն պետք է երկրորդ ծնունդ ապրի։ Եվ այդ երկրորդ ծնունդը նրան հնարավորություն է տալի այդ ազնվապետության աշճանակարգության մեջ ինքը նոր հոգևոր բարձր աշճաններ ուրեմն հաղթահարի եւ հասնի։ Իսկ եթե ասենք անձը չկարողացավ հասնել իր երկրորդ ծնունդին, ինչ է լինում այդ անձի հետ։ Դրա մասին նախնյաց հոգևոր գիտությունը որոշակի պես տեղեկացնում է եւ որոշակի լուսաբան է ժամանակի ընթացքում հոգևոր գիտությունը այդ հարցեր որոշակի մեկնաբանել եւ լուսաբանել։ Ես կասեմ հետեւյալը։ Մեր Դավիթ անհախտը, որը եռամեծ փիլիսոփա է համարվել, իմաստասեր, իր ամենակարևորագույն գործերից մեկում սահմանք իմաստասիրությունում։ Նա այդպես շատ մանրամասը չէ, բայց շատ հակիրճ եւ շատ դիպուկ բնորոշումներ ունի դրա հետ կապված, որ առնչվում է հենց այդ հարցերին։ Հետաքրքիր է, որ թե Հունաստանի, թե հին այդ փիլիսոփաների հետ կապված, գործերի հետ կապված, երբ որ մենք ծանոթանում ենք, Դավիթ անհախտը, եռամեծ Դավիթ անհախտը, նրանցից առանձնանում է նրանով, որ նա իմաստասիրությունը, ես իմաստասիրությունը կասեի, որ այդ հների խորագիտությունը, ամենագիտությունը որ կա, նա 6 սահմանում է տալիս։ Եվ նա ասում է, որ այդ սահմանումները չեն կարող լինել 5-ը կամ 7-ը, ուղիղ 6։ Մենք եւ պարզաբանում է, որ 6-ը կատարյալ թիվ է եւ իր մեջ ամբողջացնում է այդ կատարելության սերնային վիճակը։ Նա ինչ է ասում։ Ասում է նախ եւ առաջ, ես ըստ այդմ նաեւ կարող եմ մեր ազնվապետության հետ կապված, կրթության հետ կապված, կրթությունը երբ որ ես հիմա ասում եմ, նկատի ունեմ, որ կրթությունը իր մեջ նաեւ ունի դաստիարակությունը։ Ինչ կրթություն, եթե դաստիարակություն չի լինելու։ Կրթությունը նաև իր հետ բերում է նաև մանկավարժությունը։ Այս ամենը կա։ Ուրեմն այդ իմաստունների ասած կրթությունը ինքը ունի իր տեսությունը եւ ունի տեսականը եւ ունի իր գործնական մասերը։ Երկու մասից է բաղկացած։ Ուրեմն տեսական մասը այդ զարգացման մինչև ինքը երկրորդ ծնունդ ունենալը նախապատրաստում են, դա նաև որ մարդը օրինակ դպրոցում մենք անցնում ենք ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ այլն, չէ՞։ Եվ հետագայում էլ այս աշխարհիկ որոշակի նպատակների համար, ուրեմն հազարով մի մասնագիտություններ կա, որ մարդիկ ինչ որ գիտության ինչ որ նեղ ուղղություններով խորանում են իրենց ամբողջ կյանքի ընթացքում, բայց հները մարդու համար կարևոր, որպեսզի նա դառնա աստվածամարդ, կատարյալ մարդ, նրանք ասում էին, որ այդ տեսական մասը ընդհանուր առմամբ պետք է տիրապետի բնագիտության, պետք է տիրապետի ուսումնական գիտությունների, այդ ուսումնական գիտությունները շատ չի թվարկվում,
Դրա մեջ մտնում է թվաբանություն, երկրաչափություն, երաժշտագիտություն, աստղաբաշխություն եւ այդ ամբողջը իր մեջ ունենալով հանդերձ նաեւ տոմարագիտություններ նկատի ունի եւ բացի այդ դիցաբանություն եւ աստվածաբանություն։ Սա ուրեմն այս ինչ որ ես նշեցի, դա տեսական մասի մեջ է մտնում։ Այսինքն տեսական մարդը պետք է իմանա ինչ է նշանակում դից աստվածություն։ Դա ոգեգիտության հետ է առնչվում, նաև աստվածաբանությանն է առնչվում։ Բնագիտության մեջ արտաքին աշխարհում ինչ իրողություններ մենք որ տեսնում ենք, երևույթներ մենք տեսնում ենք, դրանք նյութական են։ Այդտեղ նյութը եւ ձևը իրար հետ միասին են։ Երբ որ մենք մեր 5 զգայարաններով ընկալում ենք աթոռ է, սեղան է, շենք է եւ այլն ինչ որ երևույթներ են, մենք ուրեմն այդ նյութականը եւ դրա ձև տվող ձևը եւ նյութը իրար հետ համատեղ են։ Համատեղ են։ Ուսումնական գիտությունների դեպքում դա թվաբանություն է, երկրաչափություն է եւ այլն։ Ուրեմն մենք այստեղ նյութից զատ արդեն դիտարկում ենք ձևերը։ Օրինակ երկրաչափության մեջ կա ուղիղ, եռանկյուն, քառանկյուն, բազմանկյուն եւ այլն, չէ՞։ Օրենք սրանք աննյութ է, բայց ձևեր են։ Բայց սա մեր մտքի մտածողության համար շատ կարևոր են այս ձևերը։ Դա նույնը եւ երաժշտագիտությանը, նույնը եւ աստղաբաշխությանը։ Ուրեմն սրանք իրար հետ միասին այս գիտությունները, որ ասում են, սրանք թվաչափության, թվաչափաբանության հետ են։ Այսինքն երաժշտագիտության մեջ նույնպես չափի գաղափարը կա, աստղաբաշխության մեջ նույնպես չափի գաղափարը կա եւ այդ բոլորը նաեւ թվերի հետ է առնչվում։ Բարձ է։ Հիմա երբ որ մենք ասում ենք ոգեգիտությանը, երբ որ արդեն այդ ձևերի աշխարհ ենք մտնում, դա մտնում ենք գաղափարների, իդեաների աշխարհ։ Այդ գաղափարների, իդեաների աշխարհը դա արդեն ոգեգիտության աշխարհն է։ Դա աստվածային ոլորտ ենք մտնում։ Մտքի ոլորտ ենք մտնում։ Խիստ առումով, եթե մենք վերցնենք, մեր միտքը այդպես նյութական չի, բայց ինքը իր մեջ ունի մայրական միտքը, մատը, միտքը եւ այլը, չէ՞, այդ որ ասում ենք, մայրականը ամենուր կա, բայց մայրականի աշխարհիկ այդ խտացումը հենց ինքը նյութն է։ Բայց նուրբ ոլորտներում այս նյութը 5 զգայարաններով, որ մենք ընկալում ենք, որպես նյութական աշխարհ, նուրբ ոլորտներում այդ նյութական չի։ Դա մտավոր ոլորտ է, ոգեղեն ոլորտ է, բայց էլի այնտեղ էլ մայրականությունը միշտ կա։ Սա պետք է ուրեմն ճիշտ հասկանալ։ Մատերիա հասկացողությունը, երբ որ օգտագործում են, մատեր հասկացողությունը, դա մայրն է։ Եվ մենք անդրադարձել ենք, երբ որ ասում ենք երկնային հայր, չէ՞։ Ուրեմն այդ երկնային հայրը, որ ասում են երկնային բարձրյալ հայրը, որդին եւ Սուրբ Հոգի, որ ասում ենք, մենք դրան անդրադարձել ենք, դա ընտանիքի մասին է ակնարկում։ Եթե երկնային ոլորտում, երկնային արքայության հետ կապված մենք ասում ենք երկնային հայր, որդի, նաեւ պարզե պետք է լինի մայր, որովհետեւ որդին ծնունդ է։ Ուրեմն մայրը եւ հայրը ի սկզբանե կան դիեզերքի ակունքներում։ Եվ այդ մայրը, երբ որ մենք ասում ենք, դա մեր այս աշխարհիկ մայրը չէ։ Դա ուրեմն ոգեղեն մայրն է։ Ոգեղեն մայրն, արևան մայրն է, այսպես ասեմ։ Լավ բառեր, արևամայր։ Արևամայր։ Հիմա այստեղ շատ կարևորվում է հետևյալը։ Ազնվապետությունը, այդ 5 սկզբունքները, որ ասեցի, ուրեմն աշճանակարգությունը, պատասխանատվությունը եւ բնական կարողությունների ընտրությունը, այդպիսի սկզբունք կա, այսինքն ազնվապետության դեպքում կրթությունը, երբ որ պետք է ծավալվի ճշմարիտ այդ կրթությունը, դաստիարակությունը, ուրեմն երեխաները, մանուկները, ուրեմն իրենց տաղանդներին համապատասխան
բնական կարողության ընտրություն պետք է ունենան։ Այսինքն երեխային չպետք է պարտադրվի մի ուղղություն, այսինքն երեխան եթե ինքը երաժիշտ դառնալու այդ տաղանդը չունի, նրան չի կարելի պարտադրել, որ նրա աշխարհիկ ծնողները ասում են՝ «Բալիկ ջան, դու պետք է դառնաս երաժիշտ, դու պետք է դառնաս նկարիչ, դու պետք է դառնաս ճարտարապետ»։ Այսինքն այդ ճիշտ ընտրությունը, բնական ճիշտ ընտրությունը ընձեռվում է, որ յուրաքանչյուր մանչուկ երեխա ինքը ուրեմն իր տաղանդներին համապատասխան բնական ճիշտ ընտրություն կատարվի։ Ազնվապետությունը դա իր կրթական համակարգում ապահովում է։ Եվ բացի այդ, ուրեմն այդ երեքը նշեցինք։ Չորրորդը նաև հոգևոր խորհրդի ուրեմն ձևավորում է տեղի ունենում։ Հոգևոր խորհուրդ պետք է լինի։ Դա շատ Ինչ է նշանակում հոգևոր խորհուրդը։ Բոլոր ազնվապետության մեջ բոլոր կարևոր պաշտոնների հավակնող թեկնածությունները պետք է ստանան հոգևոր խորհրդի ուրեմն թույլտվությունը։ Հոգևոր խորհուրդը դա այնպիսի մարդկանց, հոգևորականների, ազնվականների խորհուրդ է, որոնք ոչ թե միայն իրենց հինգ զգայարաններով, իրենք արդեն որոշակի հոգևոր, մտավոր կատարելության աշխարհի հասած մարդիկ են, որոնք մարդուն կարող են ենթարկել ուրեմն այդ հոգևոր խորհուրդը, այսպես ասած, իրենք կարող են տեստավորել, ասել, որ սա պիտանի է պաշտոնը ստանձնելու, թե ոչ։ Իմիջիայլոց ասեմ, դա բավականին զարգացած է եղել հին ժամանակներում եւ դա դժվար չէ իրականացնել։ Ես բերեմ պարզ մի բան, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը։ Մենք գիտենք, որ թագավորները պատմություններից, հեքիաթներից եւ այլն ընդհանրապես մենք տենում ենք թագավորի գլխին թագ են դնում։ Այդ թագն է ոսկուց է պատրաստված։ Ոսկին էլ արևի ճառագայթների խտացման, չէ, արեկակի արևի մետաղ է համարվում։ Այդ գլխին որ դնում է, այն մարդիկ, որոնք որ կատարելության են ասել, սովորաբար հոգևոր երրորդ աչքը, երբ որ գործում է, հոգևոր կատարյալ ազնվորությունները, նրանք այդպիսի մարդկանց գլխի շուրջը մի բայ ոսկե լուսապսակ են տեսնում։ Լուսապսակ։ Եվ մի ժամանակ, երբ որ մարդկությունը, քաղաքակրթությունը անկում է ապրել, այսինքն երկաթե դարաշրջան, Սերմուտ դարաշրջան եւ այլն, Կալիյուգա, մարդկանց մեծ մասը չեն տեսնում հիմա այս մարդը այդ իր գլխի այդ լուսապսակը ունի թե չէ։ Վերցնում էին գլխի, օրինակ Քաջ Նազարի գլխին էլ էին ոսկե թագ դնում։ Եվ այդպես, որպեսզի ասեմ, որ այս մարդը թագավոր է, այսինքն թագավոր լինելը դա հոգևոր կոչում է։ Դա աշխարհիկ կոչում չէ, դա հետո դարձավ աշխարհի գլխին էլ ոսկե թագ էին դնում։ Իրականում մարդը իր նուրբ ոլորտում էներգիաների, զորությունների եւ այլն ինքը իր աուրայի հետ միասին նաեւ գլխին ուներ ոսկեզոծ լուսապսակ։ Եվ դա հիշեցնում էր այդ ոսկյա թագը իր ճառագումներով հանդերձ։ Այսինքն ոսկյա թագը դրել են լուսապսակը փոխարինելու համար։ Ես էլ եմ ասում, դա դրել է այն անկումը, երբ որ տեղի ունեցավ։ Ես ձեզ ասեմ, որ մեծ հայք հավատարը եռամեծ եւ յոտնալուց երբեք կարիք չի զգացել ոսկե թագ դանել։ Բայց դա ծիրանի էր կրում։ Եվ բացի այդ, նաեւ մենք Աշոտ Ջիվանու ծիրանի ծառը, այդ երբ բանաստեղծությունը կա, մենք գիտենք, որ ծիրանի կենաց ծառի ագեպանը այնտեղ ներկայանում է մեր Հայկ Նահապետը։ Այսինքն Հայկ Նահապետից սկսած
այդ կենաց ծառի այգեպան որ կա, այդ գիտությունը հոգևոր գիտությունը։ Այդ կենաց ծառը, երբ որ արդեն մարդը իր կատարելությունը բարձր աստիճանի հասնում է, նա ամբողջ կենաց ծառը իր մեջ ունենում է, արտահայտված վիճակում։ Հիմա ես այսպեսի նաև մի անդրադարձ կատարեմ, որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը։ Նշվում է սովորաբար, բայց երբեմն սխալ են մեկնաբանում կամ չեն մեկնաբանում։ Ասում են, որ մարդը ինքը Աստծո պատկերով է արարվել։ Եվ իր մեջ ունի այդ Աստծո պատկերը։ Աստծո պատկերը ասածը առիթ է եղել, ես բացատրել եմ դա, մեկնաբանել եմ, օրինակի համար ծիրանի կորիզը, ինքը որպես սեր, ինքը ծիրանի ծառի պատկերը իր մեջ ունի։ Երբ որ հողին են ազնում, ջրում են, արևի ջերմության տակ եւ այլն, նա ծլում է, ծաղկում է, դառնում է ծիրանի ծառ եւ պտղաբերում է։ Ծաղկում է եւ պտղաբերում է։ Մարդը ունի այդ պոտենցիալ, այդ սերմը Աստծո պատկերի։ Եվ նա եթե ճիշտ հոգևոր զարգացում է ստանում, ինքը Աստծո պատկերը ունենալով արդեն նմանվում է Աստվածամարդ։ Այսինքն մարդը եթե սխալ զարգացում է ստանում, կամ զարգացում չի ստանում, ուրեմն նա այդ պատկերը իր մեջ մեռած է, մնում է նույնը։ Նա չի իրականանում եւ նա Աստվածամարդ չի դառնում։ Աստվածամարդ չի դառնում։ Ուրեմն սա շատ կարևոր է հասկանալ։ Իսկ Աստվածամարդ դառնալու նմանվելու դա նշանակում է, որ նա իր էության մեջ, իր հոգևոր կառույցում, ոգեղեն կառույցում արդեն ունի այդ կենաց սառը։ Կենաց սառը։ Այսինքն այդ ազնվապետություն ստեղծելու համար, այն որ մենք ունենանք ազնվապետություն, յուրաքանչյուրը իր մեջ պետք է ունենա կենաց ծառը։ Հետևելով մեր մեծ հայկը հավատարի ուղերձին, նրա այդ պատվիրաններին, այդ հոգևոր գիտությանը, խորագիտական հայկականությանը, մենք պետք է ասենք, որ ինքը ուրեմն ճիշտ զարգացման, իհարկե զարգացումը ինքնուրույն չէ, կան ուսուցիչներ, հոգևոր ուսուցիչներ։ Այսինքն պետք է մենք ունենանք նաև այդ ուսուցիչները, որպեսզի մենք գնանք դեպի ազնվապետություն։ Ես ասեմ, ուսուցիչներ կան։ Երբ որ պայմաններ են ստեղծում, միջավայր են ստեղծում, այդ ուսուցիչները միշտ էլ կան հայտնվում են։ Հայոց միջավայրում, այսպես ասենք, միշտ էլ կան մարդիկ, որոնք իրենք աշխարհի գիտությունների մեջ խորանալով հանդերձ, նաև ինքնադաստիարակության, ինքնակրթության ճանապարհով, հոգևոր կատարելագործման ճանապարհով գնում են եւ այդ մարդիկ հասնում են այդ մակարդակին։ Բայց վիճակագրական առումով մի բան բերեմ, որ այդպիսի մարդիկ այդպես շատ չեն։ Իհարկե։ Օրինակ արիական հոգևոր գիտության հետ կապված Բհագավադ Գիտայի դրվագ ասեմ, Բհագավադ Գիտան դա ուրեմն Կրիշնայի եւ Արգջունայի այդ երկխոսությունն է, այդ երկխոսության ընթացքում հոգևոր գիտություն է տրվում։ Կրիշնան Արգջունային, այսինքն ուսուցիչը աշակերտին, ասում է Արգջունա, ինձ 1000 մարդուց մեկն է ինձ ձգտում եւ 1000 ձգտողից մեկն է ինձ հասնում։ Իսկ դա ինչ է նշանակում։ 1000-ից մեկն է ձգտում եւ 1000 ձգտողներից մեկն է հասնում, դա նշանակում է միլիոնից մեկը։ Սա մի վիճակագրություն է, որ Կրիշնայի ժամանակներում դա Տրետա յուգայի ավարտներ եւ Դվապարայի յուգայի սկիզբը, այն ժամանակներում նա տվել է այդպիսի վիճակագրություն։ Բայց ես ասեմ, այս ազնվապետությունը կյանքի կոչելու համար թեկուզ մեկ արդեն որոշակի հոգևոր մտավոր կատարելության աստիճանի հասած հայկազունը ինքը կարող է շատ արագ, որպես առաջնորդ, հոգևոր, ուսուցիչ, ինքը կարող է շատ արագ այս գործը առաջնորդել, ճիշտ հիմքի վրա դանել։ Մեկ առաջնորդը ճշմարիտ
հոգևոր ուսուցիչը ինքը կարող է մի սերունդի ընթացքում, երկու սերունդի ընթացքում արդեն ինքը այդ ամեն ինչը ապահովել, հոգևոր միջավայրը կազմակերպել, բան անել։ Բայց ես ասեմ, պարտադիր չի, որ բոլորը բարձրագույն հոգևոր աստիճանի հասած լինեն, մարդիկ կան, որ արդեն իրենք որոշակի հաղթահարել են այս աշխարհիկ խոչընդոտները եւ նրանք պատրաստ են, նրանք կապող օղակ են այդ բարձր հոգևոր աստիճանի հետ կապված եւ զուտ աշխարհիկ այդ մարդկության հետ կապված կապող օղակ կարող են հանդիսանալ։ Այ դուք նշեցիք հոգևոր խորհուրդ, Այո, որ այդ հոգևոր խորհուրդը բաղկացած է լինելու, ասենք եւ հոգևորականներից, ես իմաստուններից, իմաստասերներից, ասենք մենք ունենք այդպիսի մի խորհուրդ։ Եվ նրանք են որոշելու, ով կարող է լինել այդ ազնվապետության քաղաքացի, ավելի կոպիտ որ ասեմ, հա։ ազնվապետության քաղաքացի բոլորն են լինել։ Բոլորն են լինելու, բայց նրանք կարող են ստանալ ինչ-որ կազմել ինչ-որ ղեկավար պաշտոն կամ ինչ-որ մի բան։ Այսինքն նրանց մեջ պետք է լինի հայկականությունը։ Հիմա այսպեսի մի հարց. ինչ երաշխիք կա, որ նրանք չեն դառնա նույն այն էլիտան, փակվեն, իրենց համար են ամենան եւ մնացածին նայեն վերևից։ Շատ լավ արձադրում է եւ շատ կարեւոր։ Եվ դա ունի իր պատասխանը։ Ես երբ որ նշեցի աստիճանակարգությունը, պատասխանատվությունը, ուրեմն բնական կարողությունների ընտրությունը, ազատ այդ ընտրությունը, հոգևոր խորհրդի ձևավորումը, 5-րդը ազնվապետության սկզբունքների դա շարունակական կատարելագործում է։ Հոգևոր խորհուրդը միշտ ուշով հետևում է այդ պաշտոնակատարներին։ Եթե նրանք կատարելությունը այնպես չի, որ կանգի առնեն։ Վեք ժիվի, վեք ուչես։ Դե ամեն ինչն էլ պետք է անընդհատ կատարելագործել։ Այսինքն 5-րդ սկզբունքը շարունակական կատարելության սկզբունքն է, որ մարդիկ իրենք տեղում չեն դոփում։ Այս ճեզերքը նուրբ ոլորտը եւ այլն, այնպիսի գաղտնիքներ ունի, այնպիսի խորհուրդներ ունի, այնպիսի գիտություններ ունի, որ անսպառ է, միշտ էլ դրա ուրեմն մեջ պետք է խորանալ։ Ուրեմն այդ 5-րդը դա շարունակական կատարելագործությունն է, պարտադիր, որ բոլորը այնպես չի, որ իրենք մի անգամ այդ հոգևոր խմբի ձևավորված բանը վստահությունը ստանալով, պաշտոնը ստանալով, իրենք դրանով արդեն հարցը փակված են համարում։ Ոչ, դա այդպես չի։ Ես նշեցի ուրեմն կրթության այդ տեսական կողմը նշեցի, հիմա դրա հետ կապված նաև պետք է ասենք, որն է այդ ազնվապետության կրթական համակարգի գործնական մասը։ Այդ գործնական մասը ինքը երեք մասերից է իր հերթին բաժանվում։ Առաջինը դա բարոյագիտությունն է, Այո։ դա գործնական է։ Երկրորդը տնտեսագիտությունն է, երրորդը քաղաքագիտությունն է։ Այսինքն լրիվ գործնական։ Լրիվ գործնական։ Բարոյագիտությունը դա ամբողջության մարդու գործնական բարոյականի հետ կապված այդ բոլոր արժեքներն են, որ նա պետք է ունենա գործնական առումով։ Այսինքն մարդը մտքով չի, որ իրեն ասում են մի խափիր, մի գողացիր, էս մի անում։ Նա ուղղակի որպես բարոյական արդեն այդ ձեռքբերում, նա արդեն իր մեջ այդ առաքինության հետ կապված այդ բոլոր բարոյականի հետ կապված որոշները այդ ճիշտ գործնական կրթության դաստիարակության ընթացքում իր մոտ դրանք այդ առաքինության հետ կապված այդ որակները, հատկությունները բյուրեղանում են։ Բյուրեղանում։ Ինչ է նշանակում, որ դա դառնում է իր համար բնավորություն։ Բնավորություն։
Ինչ խառնվածք էլ որ ունենա այդ մարդը, ներդաշնակ զարգացման ընթացքում դառնում է մի բնավորություն, բյուրեղացված, որ այդ մարդը չի կարող խաբել, չի կարող ստել, չի կարող գողանալ, որովհետև այդ մարդու մոտ այդ առաքինությունը, այդ արդարության, Արդեն էություն է դառել։ բյուրեղացել, Այո։ կայացել է, դա կարևոր է։ Երկրորդը գործնականի, դա տնտեսագիտությունն է։ Տնտեսագիտությունը ասում, մենք գիտենք, որ ընտանիքը հայր, մայր, զավակներ, չէ, ուսներ, դուստր եւ այլն, այստեղ ընտանիքում գործում է սերը։ Ծնողները իրար են սիրում, այր եւ կին իրար սիրում են, այդ սիրով վարակում են նաեւ զավակներն են տեսնում, այդ սերը այնպես չի գրքային չի։ Նրանք իրենց զգայարաններով, իրենց ամբողջությամբ տեսնում են, որ իրենց ծնողները իրար սիրում են։ Այդ սերը նաև դրսևորվում է զավակների հանդեպ։ Եվ զավակները այս ամենը իրենց վրա զգալով, սիրո միջավայրով, նաև եղբայրասեր են դառնում, սիրում են իրար զավակները։ Եվ այս ընտանիքի այս սիրոն մթնոլորտը որ կա, տնտեսվարության հետ կապված, սա ամբողջ տունը նույնպես այդ սկզբունքի վրա է, բայց տնտեսագիտությունը հետևյալն է։ Դա պահանջում է նաև տնավարություն, տնտեսագիտություն, որը ճիշտ պետք է կազմակերպվի։ Մարդը, եթե ինքը մենակ է, ինքնավար է, բայց երբ որ ընտանիք կա, տնտեսություն կա եւ այլն, ինքը եթե ինքը իրեն չի կարողանում կառավարի։ Չի կարողանում կառավարի։ Նա չի կարող տուն կառավարի։ Եթե ինքը իրեն չի կարողանում կառավարի, ինքը տնտեսություն տուն չի կարողանում կառավարի, նա չի կարող քաղաքավարի լինել։ Քաղաքավարությունը հների մտածելակերպում դա պետական կառավարում է, որովհետև հնում եղել են պոլիս պետություններ, քաղաքպետություններ եւ քաղաքագիտությունը եւ քաղաքավարությունը եւ այսօր էլ պետության քաղաքացի, որ մենք ասում ենք, հենց այս ժամանակներից է գալիս, իրականում հիմա ամեն մեկին քաղաքացի են ասում, բայց այդ քաղաքացին շատ բարձր ստատուս է։ Եթե որևէ մեկի արդեն որպես հասունացած ազնվորություն ազնագիր են տալի, քաղաքացիություն է ստանում, չէ, սա նշանակում է, որ նա արդեն պետք է բավականին զարգացածության, պատասխանատվության մակարդակ ունենա։ Այսինքն նա անմեղսունակ չէ։ Նա իր արարքների համար պետք է պատասխան տա։ Այսօր մենք տեսնում ենք, որ բոլորին ասում են քաղաքացի, բայց շատ շատերը արժանի չեն քաղաքացի կոչվելու համար։ Բացի այս հանրապետությունն էլ ինքը ազնվապետությունից շատ հեռու մի բան է։ Շատ հեռու։ Այդ դեմոկրատիա կոչեցյալը, որը հավասարության գաղափարը դրել են, եւ առիթ է եղել ես ասել եմ, սա գորշ հավասարության մասին է խոսում։ Բնության մեջ, ճեզերքում, թե նյութական ոլորտում, թե հոգևոր ոլորտում, ամեն ինչ աստիճանակարգության մեջ, բարեկարգության մեջ է։ Կա ստորինը եւ կա վերինը, բարձրյալը։ Եվ սրանց միջև չի կարելի հավասարության նշան դնել։ Ասեք, իսկ եթե ասեք կներեք, որ ընդհատում եմ, այսինքն ստացվում է բաժանում ենք բարձրի եւ ցածրի։ Հիմա ես ասում։ Օրինակ, ես շատ եմ սիրում ընդհանրապես ծիրանի ծառի հետ կապված, գորիզի հետ կապված պտուղի հետ։ Օրինակ, ծիրանի պտուղը, երբ որ դեռ ոսկեզոծ, ոսկե ծիրան չի դարձել, ցոգոլ է։ Այդ որ ասում են, թաթու ցոգոլ է, ինքը կանաչ գույնի է, այդ ցոգոլը մեկ էլ ոսկե ծիրանը, իրար հավասար չէ, բայց այդ ցոգոլը կարող է ոսկե ծիրան դառնալ, եթե իհարկե այդ ցոգոլը ուժեղ քամիներ, անձրեկ, փոթորիկ չլինի գետնին ու այդպես էլ ինքը ոսկե ծիրան չդառնի, կամ ինչ որ մեկը նրա ցոգոլ վիճակում չպոգի, չէ, և ուտի։ Հիմա այդ ցոգոլի և ոսկե ծիրանի միջև հավասարության նշան չի կարելի դնել, բայց այդ ստորակարգ, ստորի մակարդակում գտնողները իրենք
ցածր են, ցածր են, բայց նրանք հնարավորություն ունեն կատարելագործվելու վերելքի ճանապարհով գնալու եւ հասնելու կատարելության աստվածամարտի աշճանի։ Այսինքն նրանք պետք է ունենան այդ գիտակցությունը, Աշճանաբար պետք է այդ մակարդակը զարգանա։ հա, Մենք կարողան որ մտածեն զարգանալու մասին։ Մենք միանշանակ կարող ենք, չէ՞, ասել, որ մարդիկ բոլորը նույն հավասար գիտակցության մակարդակը չունեն։ Դե իհարկե, Դե հիմա մենք ո՞ց կարող ենք ասել, որ գիտակցության մակարդակի տեսանկյունից բոլորը իրար հավասար են։ Չէ, բոլորը իրար հավասար չեն։ Հավասար չէ։ Իսկ մարդը առաջի հերթին, օրինակ հայերենում, երբ որ ասում ենք, անգլերենում դա այդպես չէ։ Ասում ենք 4 հոգով, 5 հոգով գնացինք, չէ՞։ Անգլերենում այնտեղ body հասկացողությունը, everybody եւ այլն, Մարմինն է, մեզ մոտ հոգին է։ Հոգին։ Այսինքն մարդը ավելի շատ ինքը եթե չի զարգացում ստանում, ինքը հոգի է։ Հոգևոր դա շատ կարևոր է։ Եվ այս հոգևոր ոգեղեն աշճանում, ուրեմն կան աշճաններ։ Ոգեգիտության մեջ աշճաններ կա։ Եվ այդ աշճանները պատահական չի։ Այդ սանդուղքը վերելքի եւ սանդուղ գոյություն ունի։ Այս սանդուղքով բոլոր հոգիները որպես ճամփորդներ, կատարելության ճամփորդներ, իրենք պետք է բարձրանան։ Այսինքն ազնվապետության մեջ մենք հնարավորություն պիտի ստեղծենք բոլորին բարձրանալու։ Այո, ազնվապետությունը այն հոգևոր կառույցն է, այն բարեկարգությունը, ազնվապետությունը իրենով այստեղ որպես բանալի օգտագործվում է կատարյալ մարդը որպես գեզերակառույց, աշխարհակառույց։ Օրինակ կատարյալ մարդու մոտ այդ աշխարհակառույցը, գեզերակառույցը ինչպես է գործում։ Կատարյալ մարդը ինքը ունի 3 կենտրոններ։ Ինքը ունի մտավոր կենտրոն, ինքը ունի զգացմունքների կենտրոն եւ ինքը ունի ֆիզիկական կենտրոն։ Հիմա տեսեք, մարմնական մարմնի հետ զուգադրելով կարող ենք ասել, մարմինը ունի գլուխ, մարմինը ունի սիրտ եւ ինքը ունի որովային եւ վերջույթներ։ Իսկ արևհյուսակը։ Հիմա ես դրան կանդրադառնամ։ Ուրեմն, տեսեք, գլուխը այստեղ հուշում է մեզ, որ դա ինչպես գլուխը կա մտավոր կենտրոն։ Մտավոր կենտրոն, որը գլխում է։ Կա սիրտ, որ զգացմունքների հետ է կապվում։ Եվ կա որովային եւ վերջույթներ, որը ֆիզիկական կենտրոնի հետ է կապված։ Կատարյալ մարդու մոտ ուրեմն կա այդ աստիճանակարգությունը։ Հոգին տիրապետում է մտքի, մտավոր կենտրոնի, որից հետո սրտին, զգացմունքների կենտրոնի եւ մարմնի, մարմնական կենտրոնի։ Այս աստիճանակարգությունը կա թե չկա։ Կա։ Եթե կրքերը, մարմնական կրքերը կոպիտ ասեմ, այդ կրքերը իրենք այն աշճանի գլուխ են բարձրացրել, որ ոչ սրտի թելադրանքին, խղճի թելադրանքին են ենթարկվում, ոչ էլ ողջամտությանը, առողջ մտքի։ Պարզ բաներ, եթե չկա այդ առողջ միտքը, բարեմտությունը, չկա բարեսարդությունը, այդ մարմինն էլ իր կրքերի ձեռը գերեվարված, այդ դեպքում հոգին այստեղ չի աշխատում։ Հոգու հոգևոր տիրապետություն չկա, ազնվապետություն չկա, այդ մարդ անհատ կառույցում այդ ազնվապետությունը միկրո մակարդակով, փոքր աշխարհի մակարդակով չի գործում։ Այսինքն մարդու աշխարհակառույց, մարդը որպես փոքր աշխարհակառույց, տիեզերակառույց, ինքը իր մեջ պետք է ունենա այդ ազնվապետությունը։ Այսինքն իր ներաշխարհը այնքան ներդաշնակ պետք է լինի, հա, այդ ներդաշնակության պետք է ձգտի իր ներաշխարհը այնքան կիրթ, զարգացած եւ հոգու համար ընդունելի պետք է լինի, որ ինքը գնա դեպի էլի կատարելության։ Այսինքն կատարյալ մարդու մոտ հոգին է այդ արքան։ Այո։ Նրա ենթակայության տակ է միտքը,
Եվ զգացմունքները։ Ենթակայության տակ է սիրտը, նրա ենթակայության տակ է մարմինը, որպես այդ գործողությունները, ձեռը, ոտքը, որովայնը, այդ ամեն ինչը, բարբերական բոլոր բաները դրա ենթակայության տակ են։ Հետևաբար, եթե հոգու տիրապետության այդ բարեկարգությունը կա, մարդը իր մեջ ունի, մարդը իր փոքր աշխարհում, ինքը արդեն ունի այդ ազնվապետությունը, ազնվապետության մոդելը դրա մեջ գործում է, և արդեն ազգի առումով, ազնվապետության առումով, երբ որ նրա ղեկավարները, ազնվականները, ես եւս մեկ անգամ ասեմ, այստեղ բացառվում է միջնադարից եւ այլից եկած այդ ազնվական կաստայականությունը։ Այդ լավ ասաց, հա։ Դա չպետք է շփոթել նրա հետ։ Այս ժամանակ ասում են, այս թագավորը թագավորի որդին ինքն էլ պիտի թագավոր դառնա։ Կարող է թագավորի որդին այդ Կալի Յուգայի ժամանակաշրջանում, անկման շրջանում մի աղմախի մեկը լինի։ Դա չի նշանակում, որ նա թագավորի որդի է, Քաջնազարի թագն էլ գլխին դրած, ուրեմն նրա որդին էլ այդ թագը պետք է դնեն գլխին, ասեն սա թագավոր է։ Իրավունք ունի, բացառվում է։ Եվ այդ անկման շրջանում, այսօր դարաշրջանում որ կար, չէր կարող լինել բառից բուն իմաստով ազնվապետություն։ Բայց այս անցման շրջանում, ձգան դարաշրջանից, ուրեմն անցում է կատարվում ջրոսի դարաշրջան, այս զմերային սև ու մութ ժամանակներից ցուրտ ժամանակներից անցում է կատարվում կեզերական գարնանամուտ, այստեղ արդեն ձևավորվում է հնարավորություն է ընձեռվում նոր բանազորական դաշտեր, էներգո ինֆորմացիոն լիցքեր եւ այլն, նոր խմորումներ, պայմաններ այդ ընթացքում հնարավորություն է տրվում, որպեսզի մենք անցում կատարենք ազնվապետության։ Սա ֆանտաստիկայի ժանրից չէ։ Սա հնարավոր, սա պետք է հասկացվի, տեսնի եւ բոլոր այն բաղձանքը իրականությունը որ կար չէ, անցյալ զրույցում շատ համառոտակի ասեցին, կար գերմարդու գաղափար հասկացություն, որը որոշակի տերություն ուներ Նիցշեի մոտ, որ ներկայացվում էր, եւ կար հոգևոր հնուց եկած, որ քրիստոնեության մեջ էլ այդ պատվիրանը եղեք կատարյալ ինչպես ձեր երկնային հայրն է, չէ՞։ Եթե դա անհնար լիներ, այդ պատվիրանը չէր տարվի։ Ուրեմն մարդը անսպառ հնարավորություն ունի, ճիշտ կրթության, դաստիարակության, ճիշտ միջավայր ստեղծելու ընթացքում, նա կարող է ուրիշ մեկին չի ձգտում նմանվել, իր երկնային հորը։ Կարևորը որ ձգտումը լինի, դա արդեն մեծ այդ ձգտումը պոտենցիալ առումով, ներունակության առումով միշտ կա։ Մարդու մեջ կա այդ բանասիրության, իմաստասիրության, չէ՞, հայրենասիրության եւ այլն, այդ բաները կա։ Այնպես չի, որ ասենք մարդը զուրկ է։ Ես չեմ խոսում այնպիսի ծնունդների մասին, որոնք նույնիսկ չի կարելի ասել, որ դրանք մարդկային ծնունդներ են։ Նրանք միգուցե ներկայանում են որպես մարդու նման, նայում ես, որ ձեռ ունի, գլուխ ունի, բան ունի, ասում խոսում է որոշակի առումով, բայց դրանք նորմալ ծնունդներ չեն։ Այդպիսի բաներ էլ կան, ցավոք սրտի, այս երկրի մոլորակի վրա այդպիսի ծնունդներ էլ կան, որոնք խորքային առումով նրանք սատանայական ծնունդներ են, դրանք ստորին ոլորտներից ինչ-ինչ առումով մարդակերպ հանդես են գալի, բայց խորքային առումով որ նայում են, դրանց մեջ աստվածային ոչինչ չկա։ Ցավոք սրտի այդպիսի բաներ էլ կան։ Այսպեսի մի հարց, պարոն Սիմոնյան, ասենք մեր դիցաբանությունը, մեր առասպելները, որ մենք ունենք, դրանք կարող են նպաստել ազնվապետության ստեղծմանը, ասենք ինչ-որ գաղափարական հիմք ստեղծել, որ մարդը գնա դեպի ազնվապետություն։ Անշուշտ։ Օրինակ մեր դիցաբանությունը, առասպելները, մեր ազգային ավանդական, նաև այն հեքիաթներ կան բազմաթիվ, որոնք իրենց մեջ այդ խորագիտական շատ խորհուրդներ ունեն, բաներ ունեն, սրանք իհարկե
նպաստում են մեր արժանամակարգը ներկայացնող այդ ավանդույթը, որպեսզի մշակույթի միջոցով ներմուծվի կրթության ոլորտ, դաստիարակության ոլորտ, որովհետև հեքիաթներում միշտ բարին հաղթանակում է։ Հեքիաթներում այնպիսի շատ հետաքրքիր ձևի, մատչելի ձևի երեխաներին, մանկահասակներին մատուցվում է, որ սա նրանց ներաշխարհում միսուարյուն է ստանում։ Սա շատ կարևոր է։ Եվ ասեմ, որ ընդհանրապես ազգային քաղաքակրթական ազնվապետություն ձևավորելու համար օտարամոլ պետք չի լինել։ Մեր հայկական մշակույթը իր բոլոր դրսևորումներով, եթե մենք վերցնենք մեր էպոսը, ցուցազնաերգությունը, մենք եթե վերցնենք առասպելները, մենք վերցնենք մեր երաժշտությունն է, ճարտարապետությունն է, մեր վարք ու բարքն է, ազգային վարք ու բարքը, կենսակերպը, սա շատ ուսուցողական մեծ պոտենցիալ ունի եւ նպաստում է ուրեմն ճիշտ զարգանալու, ձևավորվելու եւ ուրեմն ազգային այդ կատարելության ճանապարհով գնալով ազգային բազայի վրա ոչ թե դատարկ տեղը, սա դառնում է համամարտկային։ Համամարտկայինը, եթե ազգային հիմքեր չունի, դա սին հասկացողություն է։ Այդ կոսմոպոլիտիզմը առանց ազգային մշակույթի, լեզվի եւ այլն, դա դատարկախոսություն է, դատարկաբանություն է եւ դա ոչ միտեղ չի տանում։ Դա տանում է գորշ հավասարեցման, գորշ երանգների, այդ խայտաբղեցությունը, բնության մեջ բազմազանությունը գույների առումով, ձևերի առումով, երաժշտության առումով, լեզուների առումով, սա ինչի մասին է խոսում։ Սա հենց խոսում է նրա համար, որ մայր բնությունը միակերպություն երբեք տանել չի կարող։ Եվ այս բազմերանգ միջավայրում, բազմերանգ ես բոլոր ամեն ինչը նկատի ունեմ։ Սա հնարավորություն է տանում բազմակողմանի զարգանալու համար, ձևավորվելու համար, գնալու դեպի, այսպես նաև հիշենք նախորդ մեր զրույցի, ազգային միասնական, էյութենական միասնություն։ Էյութենական միասնություն։ Բոլոր ազգերը որպես ազգային էյութենական միասնություն պետք է իրենց ճանապարհով գնան։ Եթե ճիշտ զարգացում ստանան, այդ բոլոր ազգային բազայի վրա կատարելության հասած մարդիկ իրար հետ կարող են համամարտկային լեզվով խոսել, առնչվել, զրուցել, հաղորդվել։ Նաև ես պետք է մի շատ կարևոր բան ասեմ, որ ազնվապետությունը այս գլոբալիզացիայի ժամանակներում աշխարհակալային այս բանը տենդենսը որ կա, սա պետք է գնա, զարգանա, որովհետև երկիր մոլորակը մայրական օրգանիզմ է, եւ այդ մայրական օրգանիզմը իր բոլոր դրսևորումներով, բոլոր 72 հիմնական ազգերով եւ այլն, ամեն մեկը իր ազնվապետություններով եւ այլն, սրանք ավելի բարձր մակարդակի ուրեմն հաղորդակցության մեջ պետք է լինեն։ Այդ հիս սահմանազատումները պետք է վերանան, բայց ինչ առումով վերանան։ Այսինքն այդ ազգերը իրենց բնօրինագիտ է, իրենք կաշկանդված չեն իրար հետ հաղորդակցվելու։ Իրենք բայց իրենց բնօրաններում նոր աճ բարգավաճում են ստանալու, հնարավորություններ են ստանալու այս ժամանակներում, որպեսզի ճիշտ զարգանան ու ձևավորվեն։ Եվ սա հնարավորություն է տալու նոր մակարդակի հաղորդակցության առանց ոտնահարելու մարդկային այդ իրավունքները, հաղորդակցության առումով եւ այլն։ Եվ արևհյուսակի մասին խոսք գնաց, ուրեմն այդ մտքի կենտրոնը, զգացմունքի կենտրոնը եւ մարմնական կենտրոնը որ կա, այս բոլորը կապված է պորտի հետ, արևհյուսակի հետ, արևային հյուսակը որ կա, դրանք բոլորը
սնվում են արև-հյուսակից։ Արև-հյուսակից եթե այդ սնուցումը զորական էներգետիկ չլինի, միտքը տկար է, զգացումը տկար է, մարմինը տկար է։ Եվ արև-հյուսակում պետք է հայությունը, հայկականությունը իր ավանդական բոլոր միջոցներով պետք է կարողանա ճիշտ դրսևորվի, ճիշտ կազմակերպվի եւ այս ազնվապետությունը պետք է կյանքի կոչվի։ Հայկական բարձրավանդակում, լեռնաշխարհում, որովհետեւ մենք արմատներով, հոգով, մարմնով, հիշողությամբ, պատմությամբ, մշակույթով այս տարածքի հետ կապված ենք։ Այս տարածքը մեր ենթագիտակցությունում, մեր ամեն ինչում մենք ունենք գրանցված մեր գենետիկայում։ Չկա հայկական լեռնաշխարհում մի սար, մի լեռ, մի գետ, որ մեր լեզվական արտահայտությունը չունենա, մեր պատմության հետ կապված չլինի, մեր մշակույթի հետ կապված չլինի, մեր տոների հետ կապված չլինի։ Մեր սրբազան տոմարը արեգակնային, որտեղ մեր այս տարածքի լեռնանուններ են, չէ՞։ Լեռնանունները, ամսանունները, օրանունները եւ այլն։ Ամբողջությամբ որպես սրբազան տարածք, սուրբ օրինաց երկիր, սա պետք է որպես արևհյուսակ պետք է նոր կենթանություն ստանա, հայկականությունը պետք է վերստին ծնունդ առնի եւ այս տարածքում իհարկե այլ ազգույթներ պետք է լինեն։ Բայց այստեղ դոմինանտ գերակայությունը պետք է հայկականը լինի, որովհետեւ հայկականը այստեղ ինքը իր գլխով անցած այդ փորձառությունը ունի, այդ հիշողությունը ունի եւ ինքը այստեղ կարող է իր այգաբերի առաքելությունը կատարել եւ որպես կենտրոնը նաեւ արևային ճառագայթներով իր համասփյուր հայկական օջախները ունի։ Այդ օջախների հետ կապը եւ ամեն մեկը երկիր մոլորակի տարբեր տեղերում, որ այդ օջախները կա, աշխարհասփյուր հայկական կանություն, իրենք լրացուցիչ երկրորդական օջախներ պետք է իրենց ներդրումը ունենան համայն մարդկությունը ուրեմն ճիշտ ուղով զարգացնելու համար եւ բառիս լավ իմաստով վարակելու համար մյուս ազգերին, ժողովուրդներին, պետություններին։ Պարոն Սիմոնյան, երբ եք ունենալու այդ հոգևոր խորհուրդը։ Այդ ազնվապետությունը երբ ձևավորվում։ Մենք իմիջիալոց ասեմ, ճիշտ է, ժամանակը այդպես անսպառ չի, բայց այդ 2082 թվականի մասին ես ասել եմ, նո 60 տարի է ասում, 50 տարին հիմա կա, որ մի սերունդը 25 տարի մի սերունդի բանը, երկու սերունդ մեծը նժդե ասում էր, ինձ տվեք ճիշտ կրթված, դաստիարակված մի սերունդ, եւ ես ամեն ինչ կդնեմ իր տեղը եւ այդ զարգացումը կլինի։ Մենք ունենք երկու սերունդի համար ժամանակ եւ արդեն պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն, գործնական, տեսական եւ գործնական, այս երկրորդ սերունդը, առաջի սերունդը նախապատրաստական միջոցներ, ձևեր, ամեն ինչ ապահովելու համար եւ դրա ներսում այդ երկրորդ սերունդը, մինչեւ որ մենք արդեն կթևակողենք ջրոսի դարաշրջան, կթևակողենք ջեզերական գարնանամուտ, արդեն պատրաստ կլինի որպես ազնվապետություն այգաբերի առաքելությունը կատարելու համար։ Ունենք այդ ժամանակը։ Հիմա լուսաբանելով եւ այդ ավետելով, որպես մեծ ավետիս եկող ազնվապետության, այս զրույցը տանելով մենք բոլորին ասում ենք, որ ունենք պոտենցիալ առումով բոլոր այդ հնարավորությունը։ Այս դեմոկրատիա կոչեցյալը այս անցումային շրջանում իր տեղը զիջելու է։ Նա մրցակցություն չունի։ Դեմոկրատիան այն ինչ որ պարտադրվում է եւ ներմուծվում է դրսից, նա արդեն իրեն չի արդարացրել ոչ մի երկրում։ Մենք տեսնում ենք, Եվրոպան, որ Եվրոպա է, այդ դեմոկրատիան մենք տեսնում ենք բարոյական բարք ու վարկի առումով ինչ անկոպ է ապրել։ Եվ բոլորն էլ իրենց կուրծքը ծեծում են, մենք դեմոկրատ ենք, բայց անկոպ են ապրում։ Ուրեմն այստեղ պետք է ազնվապետության ձգտելու պետք է գնա։ Այդ նոր սերունդը պետք է ձևավորվի, նոր մարդկությունը պետք է ձևավորվի։ Դրա մասին մենք խոսել ենք։ Այդ նոր մարդկությունը չարի ուժերը
հակամշակութային, հակաավանդական իրենց քնած չեն, իրենց քայլերն են ձեռնարկում ուրիշ տեղերում, ոչ հայկական լեռնաշխարհում, բարձրավանդակում, ոչ հայերի միջոցով, իրենք հակամշակույթ, հակաավանդական օջախներ են ուզում ձևավորել։ Նախորդ անգամ մենք ասեցինք, այդպիսի իրենց նկարտումներում ունեին նպատակային, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դա Ավստրալիա պետք է լինի եւ նշեցի ուրիշ այլ տեղերում, բայց իրականում բնական եւ բանական այդ միջավայրը պետք է լինի հայկական բարձրավանդակը, հայկական լեռնաշխարհը, որպես պորտ, որպես արևհյուսակ, որպես այդ հնարավորությունները, որ կարող է իր ուսերին կրել հայ մարդը, այս իր պոտենցիայով, իր հնարավորություններով մենք դա ունենք եւ այդ ձգտումը կա, որովհետեւ հայ մարդատեսակը արդեն այդ օտարամոլությունն էլ արդեն կշտացել է։ Տեսնում եմ, որ դա ապագա չէ։ Ոչ արևմուտքից, ոչ էլ հեռավոր արևելքի մենք սպասելու բան չունենք։ Եվ արևմուտքը, եւ արևելքը, եւ հյուսիսը, եւ հարավը այսօր սպասում են, թե այս հայրը երբ են իրեն հայկականությամբ այս բոլորը կարգի դնելու կենտրոնի գաղափարը, երբ այս կենսունակ կենտրոնը իրենք գործի գտել են։ Իրենց եռանդով, իրենց հնարամտությամբ, իրենց արարչագործությամբ, իրենց ստեղծագործությամբ, որպես արևի զար, իրենց արևաշունչ լեզվով, իրենց սրբազան արեգակնային տոմարով, իրենց ուրեմն արևային այս սրբազան երկրով եւ այլն, այս ամեն ինչը տրված է մեզ եւ այսօր արդեն բոլորն են տեղեկանում եւ պետք չէ, քանակի հարց չէ, որակի հարց է։ Այդ թտխմորը նոր աշխարհակարգի, այդ նոր սերունդի ազնվապետության ձևավորման թտխմորը այդ հաց որ թխում են ինքը քանակությամբ շատ քիչ է։ Բայց այդ թտխմորը իր քանակը քիչ լինելով, բայց որակ լինելով, մի ամբողջ այդ ալյուրով, ջրով, չէ, շաղախված ալյուրի այդ խմորը հունցվում է եւ կենթանություն է առնում։ Եվ այստեղ այդ ոսկեգույն լավաշը, հայկական լավաշը, որպես պիտանի նշխար հաղորդության համար, հայ ազգի, ուրեմն հաստուղները պետք է թխեն բոլոր մարդկության համար, բայց առաջի հերթին նաև հայության համար։ Առաջի հերթին։ Թուխմանուկի դպրոցը, արևորդու դպրոցը պետք է կյանքի կոչվել։ Եվ այստեղից պետք է տարածումը ստանա։ Աստված տա, որ դա շուտ լինի, մեր դիցերը, մեր վիշապները մեզ պահապան։ Վիշապները իրենք այն զորություններն են, ասել ենք, վիշապը ինքը իր մեջ ունի հողեղենը, ջրեղենը, օդեղենը, հրեղենը։ Նրա սանձողը ով է, Վահագնն է։ Մենք վիշապաքաղ պետք է դառնանք։ Վիշապը ինքը իրենով չի գալու պես ծառայի։ Եթե մենք այդ արժանինքները ունեցանք, ուրեմն Վահագն եւ Աստղիկը իրենք հեզնելու են վիշապի վրա եւ իրենց տեզերական ճամփորդությունը կատարեն։ Սա է վիշապաքաղի խորհուրդը։ Եվ Վահագնի եւ Աստղիկի այս իրո միաբանությունը իր հետ բերելու է անհատականության ծնունդի, նոր մարդատեսակի ծնունդի, երկրորդ ծնունդի, ազնվապետությանը ծառայելու համար։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, ավելացնելու բան ունեք։ Ես եմ շնորհակալ, ասելու շատ բան կա, բայց եկեք այսօր բավարարվենք այսքանով։ Շնորհակալություն, ստեսցն սիրելի հայրենակիցներ, միշտ նոր հանդիպում։